Տիկին նախարար, տեղյակ եք, որ իրավապահները հայտնում են մանկավարժական համալսարանում ենթադրյալ կոռուպցիոն դրվագների մասին, հա, ռեկտորի մասնակցությամբ, ինչպես կմանրամասնեք, մեկնաբանեք։ Հաշվի առնելով, որ իրավական գործընթաց է ընթանում եւ կարծում եմ բոլորս կարիք ունենք սպասելու նախ դատական վճռին, որպեսզի որակումների մասով լինենք վստահ։ Ես իհարկե կսպասեմ այդ վճիռներին, բայց արդեն իսկ այն տեղեկատվությունը եւ հաղորդագրությունը, որ տարածված էր, ավելի քան մտահոգիչ է եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք շատ մեծ անելիք ունենք հասկանալու խնդիրները, քանի որ համալսարանը պարբերաբար, ինչպես եւ պարտավոր է ցանկացած հիմնադրամ, անցել է աուդիտ, այստեղ եղել են նաև պարբերական ստուգումներ տարբեր համապատասխան իրավասություն ունեցող մարմինների կողմից եւ ես կարծում եմ, որ մենք առաջիկայում հոգաբարձուների խորհրդում կքննարկենք այս բոլոր ուսումնասիրությունների արդյունքում արդյոք որևէ նշաններ կամ ազդակներ եղել էին, որոնք նաև հոգաբարձուների խորհուրդը պետք է ավելի խորությամբ եւ մանրամասնությամբ դիտարկի։ Ես մի բան կարող եմ ասել, այն ինչ հաղորդագրությամբ տարածված է, մեղմ է ասել ինձ համար շոկային է, անթույլատրելի է եւ ես կարծում եմ, որ նման իրավիճակներն ու իրադրությունները պետք է բացառվեն ցանկացած բուհում ու հատկապես մանկավարժական համալսարանում, որը ուսուցիչ է կրթում։ Եվ այստեղ մենք խոսքը ոչ միայն գիտելիքի մասին ենք տանում, այլ նաև տանում ենք արժեքների մասին եւ ինձ ուղղակի անընկալելի է թվում, որ ուսուցիչներ կրթող բուհը կարող է ունենալ վարքագիծ ու վարքականոն, որը ուղիղ հակասության մեջ է մտնում մեր առաջ քաշած արժեքների հետ։ Անթույլատրելի է։ Տիկին նախարար, դուք եք հոգաբարձուների խորհրդի ղեկավարը, նախագահ եւ ինչպես ստացվում, որ ձեր ղեկավարած կառույցում նման գործողություններ են տեղ ունենում։ Նաեւ տիկին նախարար ներողություն, մամուլը գրում էր, որ ռեկտորը հենց ձեր անմիջական աջակցություն ունեցել է այդ պաշտոնում նշանակվելուց, ձեր մտերիմն է, ընկերուհին է, հաճախ գրում էին նաեւ, հղում եմ անում մամուլներին, ես ինքս այդ պնդումը չեմ անում, կխնդրեմ նաեւ մեկնաբանեք այս երևույթը մամուլում տեղադրել։ Գիտեք, ես այսպես կարող եմ ասել, մտերմության ու ընկերության մասին դիտարկումներին ուղղակի չեմ արձագանքի, որովհետև ես բազմիցս ասել եմ, որ գործնական դաշտում ես ունեմ բացառապես գործնական հարաբերություններ, Տիկին Գևորգյանի հետ ծանոթացել եմ եւ առնչվել եմ հենց իր այդ պաշտոնում նշանակվելու եւ առաջադրվելու կապակցությամբ եւ այդ իմաստով իմ հարաբերությունները ձևավորվել են իբրև գործնական եւ եղել են գործնական։ Տիկին Գևորգյանը ռեկտոր է ընտրվել 2022 թվականին, այո, ես այդ ժամանակ եղել եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ նա ընտրվել է խորհրդի ձայների մեծամասնությամբ եւ դա փաստ է, որը բնականաբար բոլորին հանրածանոթ է։ Մնացած բոլոր դիտարկումները, ինչպես է հնարավոր եւ ինչպես հնարավոր չի, ես արդեն նշեցի, որ առաջիկայում մենք իհարկե ես այս ընթացքում փորձել եմ համապատասխան ուրեմն տվյալներն ու մանրամասները ստանալ, որպեսզի նաև բուհում մեր ձեռնարկելիք հետագա քայլերը պարզ դառնան, ակնհայտ է, որ բուհը կունենա նոր ղեկավարություն եւ դա պետք է լինի շատ ավելի ուրեմն հաշվետվողական միջավայրում, քան մենք մինչ այս դիտարկել ենք եւ սա նշանակում է, որ հոգաբարձուների խորհուրդը չնայած ունի իրեն վերապահված լիազորությունների շրջանակը եւ գործադիր ֆունկցիաներ չունի, բայց այժմ վստահ եմ, որ մոնիտորինգի հավելյալ մեխանիզմներ պետք է ձեռնարկվեն, եթե գործադիր ղեկավարության հետ կապված առկա են այսպիսի ռիսկեր եւ սա նշանակում է, որ այս փուլում մենք բուհում կունենանք շատ ավելի հետեւողական եւ խիստ մոնիտորինգային համակարգ։ Տիկին Գևորգյանը ազատվելու է այսինքն։
Ես կարծում եմ, ինչպես արդեն ասացի իմ խոսքի սկզբում, որ մենք սպասենք դատական վճիռներին որակումներ տալու համար եւ ես որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում եւ չեմ կարող խախտել, բայց տարածված հաղորդագրությունը եւ արդեն իսկ հասանելի տեղեկատվությունը խիստ մտահոգիչ են եւ ես կարծում եմ, որ այո, մենք բուհում պետք է ունենանք նոր ղեկավարություն։ Բայց եթե քննչական գործողությունների արդյունքում պարզվի, որ Տիկին Գևորգյանը կոռուպցիայի հետ կապ չունի, ինչու եք հիմա նախապես ասում, որ նոր ղեկավար կունենա։ Առնվազն այս ժամանակահատվածում, երբ որ ընթանում է դատավարությունը, ես կարծում եմ, որ տրամաբանական է, որպեսզի մենք առնվազն ապահովենք երրորդ կողմի ներգրավվածություն եւ այս գործընթացում անաչառություն, իսկ այնուհետեւ արդեն դատական process-ներից հետո կհասկանանք յուրաքանչյուրի մասնակցության եւ ներգրավվածության աստիճանը եւ դրանից հետո կարող ենք այլ խոսակցություն ունենալ, եթե դրա կարիքը լինի։ Այս փուլում ես այլ տարբերակ չեմ տեսնում, որովհետև հնչեցված մեղադրանքները ավելի քան լուրջ են եւ դրանց պետք է համապատասխան արձագանք տրվի։ Մեկ ելույթ Տիկին Անդրեասյան